Բարև ձեզ ժողովուրդ, խոստացել էի այսօր, որ էֆիր կլինի, եթեր, սկսենք մեր եթերը, այսօր մինչև ժողովուրդը հավաքվի, ես հուսամ անցյալ եթերը պարոն Մեհրաբյանի հետ դուք դիտեցիք, շատ բան հասկացաք, երևի, որ տենց վատ չի մեր առանձնահարցությունաբերությունը և բանակը, ոնց որ ասում են, ռուսական տրոլերը, եւ այլն, հիմա մեր դեմ այդքան չի խաղում Ադրբեջանը, ինչքան ռուսական այդ ֆաբրիկա տրոլի, որ ասում են իրանք։ Տեսակ, որ իրոք առանձնահարցությունաբերությունում, բարձր տեխնոլոգիաներում շատ փոփոխություններ կա, լավ փոփոխություններ։ Շուտով ես կլինեմ Երևանում, մենք կզրուցենք, կխոսենք նաեւ բարձր տեխնոլոգիայի նախարարի հետ, Մղտար Հայրապետյանի հետ, որ բարձր տեխնոլոգիաների ներդրում լինելու Հայաստանում 2.5 միլիարդ դոլարի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, դրա 1/5 չափը չի տեսել Հայաստանի Հանրապետությունը ամբողջ իր պատմության մեջ, ոչ մի ոլորտում։ Անգամ բոլոր ոլորտները իրար հետ տենց ներդրում 500 միլիոնի չի եղել, 2.5 միլիարդի ներդրում է լինելու բարձր տեխնոլոգիաների վրա։ Փառքասու, որ դա կլինի, հիմա գիտեք, որ այսօր առաջի անգամ այսքան տարվա մեջ ճանապարհը Ադրբեջանը տվեց, որ Ղազախստանից սորեն եկավ Հայաստան։ Հիմա հայ էլ այդ սպեկուլյացիան սկսել է բախի բանից Ղազախստանից, ինչ Ուկրաինայից չէ բան։ Ժողովուրդ ջան, կարևոր է հասկացեք ճանապարհը բացում։ Ռուսները գազանի պես կբացեն, որ այդ ճանապարհները չբացվի։ Իրանց դա պետք չի։ Ու հազար անգամ ասել եմ, նորից կրկնեմ, այդ ճանապարհը մեզ է պետք։ Թե Ադրբեջանը, թե Թուրքիան ունեն ճանապարհ, ցանկացած աշխարհի կետ, ցանկացած, մենք չունենք։ Հիմա մեզ է պետք է ճանապարհները։ Տեսեք, երեք այսօր բանը վարորդները, ֆուրերը, որ քշում են այդ վարորդները, կառավարության շենքի դեմ մենք ցույց ենք հայտարարելու, մենք պրոտեստ բան, որ Ռուսաստանը 90 օր է սարքել հայ վարորդներին։ Մեր կառավարությունը, причем, տղեկ ջան, ես գիտեմ ձեր աշխատանքը ինչ ահավոր ծանր է։ Իրոք այդ ֆուրքշելը այդ թեմայի մեջ կամ էլի մոտիկ եմ այդ մարդկանց հետ, քանի մարդ որ մոտիկ եմ հետները, ահավոր աշխատանք, ահավոր ծանր։ Բայց իմ ախպերների ջան, ձեր ցավը տանեմ, մի բան հասկացեք, Հայաստանը չի որոշում։ Դա փակել է Ռուսաստանը։ Այ հիմա մեր կառավարությունից գնացել այնտեղ մարդիկ բանակցում են, լավ սիգնալներ կան այնտեղից, որ վրոդի բի 90 օրը սարքելու են 180 օր։ Բայց մի բան հասկացեք, դա մենք չենք որոշում, այդ ռուսները փակեցին, մենք չէ։ Ռուսների համար ինչքան վատ մեր մոտ, այդքան լավ իրանց։ Տեսեք, այսօր բան բացվեց, որ Պրիբալտիկայի երկրներից մեկում, ուրեմն բռնեցին էլի ֆաբրիկա տրոլի։ Ժորժան, մի հատ ֆանտաստիկ թիվ է, 40 միլիոն ակաունտ աշխատել է ռուս պրոպագանդան առաջ տանելու համար։ 40 միլիոն ակաունտ։ Այդ որ գրում են, այսպես բաներ են գրում, Հայաստանի մասին բան, դուք փորձում եք մի բան ապացուցեք, դնում գրում եք, բացատրում եք, եւ այլն չի անցնի։ Ինքը իր միտադիչկով աշխատում է։ Քու կարծիքը, քու փաստերը իրան չեն հետաքրքրում, ինքը աշխատավարձ է դրա համար ստանում։ Ինքը մտավ գրեց, ակաունտը փոխեց մյուս ակաունտով, ինքը իրան պատասխանեց, քեզի սարքեց չուր, որտեղ 20 հատ ակաունտ ամեն մեկ ունի։ Ու գնաց, իրան հետաքրքիր չի քու կարծիքը, քու ոչ մի բանը։ Այդ մենակ Պրիբալտիկայում դուք հասկանում եք, Պիտերում կա Օլգինսկի տրոլի ֆաբրիկա, այնտեղ ահավոր մեծ է։ Կա Դալնի Վոստոկում, Ռուսաստանում կղզի մի հատ շատ մեծ, Օստրով Սախալին։ Այնտեղ աշխատանք չկան, вообще մռայլ տեղ է։ Այնտեղ որ բացում ես ֆաբրիկա տրոլի, հասկանում եք, որ մարդիկ գնալու են աշխատեն մեծ հաճույքով, հազիվ աշխատանք կա։ Դու կոմպյուտերով նստած պետք է այնքան որ տուֆ տեսել կոմպյուտերի հետ, ներողություն այդ բառի համար։ Ու լավ աշխատավարձ ես ստանում։ Ու դու փորձում եք մտնել իրաց ինչ-որ բան բացատրեք, բայց չեք բացատրի, հնարավոր չի։ Ռուսական կանալները պետք է փակվեն Երևանում։ Հայաստանում պետք է փակվեն։ Սպուտնիկ Արմենիան գրել է բանը ռուսական, որ բանը ցույց է չստացավ Երևանում, որովհետև Խաչատուր Սուքիասյանը գրզոն, հա, որ ասում են, բանը բենզակալում տեքում ձերի բենզիները բաժանում, դրա համար քաղաքում սաղ պրոբկա եղավ, ժողովուրդը չկարողացավ գա հավաքվի ցույցերին։ Մեկը ձերի բենզին ստացել եք։ Բայց հասկան մեկը տուֆտեն գրեցին, կա մի մասել մարդիկ, մաքուր մարդ են, բայց այմար ստեղ կարդացին, այնտեղ կարդացին, նույն բանը կարդացին, սկսում են հավատալ։ Նկարներ են ցում Facebook-ում են, Երևանում են 4 հարգան են, Խրուշովկեքը որ կա 4-5 հարգան են, մռա այլ են բան։ Մեր վարդագույն Երևանն են կորցնում։ Արա դրա վարդագույնը ո՞րն է։ Դալտոնիկ ես, ինչ է, դրա վարդագույնը ո՞րն է։
Երևանում սակուրա են ցանել, ծառերը սակուրա են տնկում, դուք հասկանում եք սակուրան Հայաստանում չի։ Ժողովուրդ ջան, սակուրան դա դեկորատիվ բալի ծառ է։ Դեկորատիվն է վիշնի։ Այդ որորվանից Հայաստանում բալի ծառ չի աճել։ Բայց դեռ գրեցին ընդ կրկնեցին, հավատում են, մարդը կա հավատում է։ Իսկ հիմա որ գարուն է գա, այդ ծաղկը, որ այդ ծառերը ծաղկեն, տեսնեք ինչ գեղեցկություն է, կհասկանաք որ հա, շատ սիրուն էր։ Փդած Խրուշովկը չեն, Վարդագույն Երևան։ Երևանը մի քանի տեղ ունեցել գեղեցիկ։ Երբ շենքերը այն մռայլ տուֆից է սարքած եղել։ Գեղեցիկ տուֆը կակրաստանում են Ռուսաստան, Ամերիկայի իշխան էքսպորտ գնաց։ Երևանում չի կառուցում։ Այս հիմա են նոր սկսել Երևանում գեղեցիկ տուֆից շենքեր կառուցել։ Դրան էլ ենք դեմ։ Ինչ եղավ դեմ ենք։ Թաթան երկեց հրապարակում Հայաստանի անկախության օրը, չի երկեր։ Այդ մարդուն գոնե հանգիստ թողիկ, ոչ պոլիտիկայի մեջ խառնվել, ոչ բան արել, ոչ լավ էլի։ Բանը Գյումրիում էլ բանը մի հատ համահայոց մի հատ գորոս ճճոցած սկսել։ Ժորժյան, ես ինչ եղել։ Մի հատ ռուսի սապոգի տակացու բռնել են կաշառքի համար։ Գյումրին ունի 111,000 ժողովուրդ, ապրող ժողովուրդ։ Չնայած հիմա պետք է 800,000 լիներ։ Ունես չարին որ այնտեղ ժողովուրդ մնա։ 450,000-անից քաղաք էր Գյումրին։ Գյումրիի հերը վարդանիկները անիծեցին։ Այդ 111,000-ը որ այնտեղ ապրում է, մի 100 հոգի հավաքվել են այնտեղ։ Լափողներ են, մեկը մտել է բանում, էֆիրում խոսում է, ես վարդանիկին մոդիգնայի գը, կասեի մեծ աղբեր, ինձի 10,000 դրամ տու տալիս էր, ապրում էինք։ Թքեմ մերեսիդ քեզ տղամարդ ասող երեսին։ 10,000 դրամ փող էր տալի ապրում էիր։ Մեր 10,000-ի համար դու պատրաստ ես գնաս ընդ կայնես վարդանիկ։ Արա մարդուն կաշառքի վրա բռնել է Նիկոլե Դավաճյանը։ Բանը զանգակներ են խփում եկեղեցում։ Կաթողիկոսին վարդանիկը 10,000 մարդ։ Կաթողիկոսի պանիկա էր երևի, տալիքսով է հետալու բաներ, եկեղեցիների զանգերն են բանանում։ Ես գիտեի մեծ փող եք աշխատում, արա, ես գիտեի մեծ $10,000 է, քոչարան իշխան է քերը, որ ձեզ սենց աբյեկտ եկա թողել, արա։ Որ $10,000-ի համար էս եք դարի դուք արա։ Ողբման բրեկետ։ Ուղղակի Նիկոլի սխալը նա էր ժողովուրդ ջան, որ ինքը հեղափոխությունը փայլուն արեց։ Բայց հետո ինքը չգիտեր իր հաղթանակ ինչ անի։ Դա ոնց որ Լև Տրոցկի կար Ռուսաստանում 17 թվականի հեղափոխությունը Ռուսաստանում արեց Տրոցկին ոչ թե Լենինը, ոչ թե Ստալինը ժամանակ ընդհանրապես մոռացեք։ Բայց հաղթելուց հետո Տրոցկին չգիտեր այդ հաղթանակը ինչ անի։ Բայց Նիկոլը ի տարբերություն Տրոցկիին սովորեց իր սխալների վրա։ Սովորում է։ Հա, այսօրվա օրով ես տեսնում եմ արդեն, որ բռնում են, դատում են։ Ուղղակի ինչի պետք է այդքան տարի անցներ։ Այդ ամեն ինչը շուտ պետք է արվեր։ Ամեն մեկ բանը քաղաքը Հայաստանում իր քաղաքապետի բանի ոչինան էր դարել, իրանք էին, ոնց ուզում անում էին։ Գյուղապետարաններ են նույն ձև։ Ես այս պատմություն պատմել եմ, մենք Արտակ Ղուկասյանն գնացինք այս հողի ուզում առնեի, որ պետքա ֆերմա բացեի, բան, պարնիկներ բացեի եւ այլն։ Գյուղապետը որ իմացա, որ ես եմ եկել, ինքը ասեց իրան հող չծախեք։ Այսի որ ստեղ հող առավ, սախ բանով նստելու ենք։ Գյուղապետարանում նստելու ենք բերդ։ Այնքան են գրփել լափ է։ Սա բացվելու էր։ Ուրիշ հող ենք նայում, գազ պետքա քաշվի, մտնում են Գազպրոմ, այնտեղ մարդիկ էլ աշխատողներ են ճանաչեցին, հա, պարոն Ամատունի իհարկե բան դու տեսին, ասում դա գումարը գտամ, գազը քաշեք, այս գյուղը գազ քաշեք, որ ես կարողանամ այնտեղ բան անեմ։ Հարցը կորավ, գնաց Գազպրոմ վերև ու կորավ այդ հարցը։ Գազպրոմը պետությունը պետության մեջ է։ Անենց են գրփում, ես մտա այնտեղ, հաց նստելու են։ Չարին, գազը չքաշին։ Այդ օրն ենք։ Ու դա Նիկոլի առաջի տարիներն էր։ Ես անգամ բողոքելու տեղ չունեի։ Տղավարի պետք է հենք ծեծեինք, հետի ոչ բան չէր օգնել։ Ես մի հատ գնայի կնստեի։ Իսկ կառավարությանը գրես բան, այնտեղ կառավարությունում էլ հիշում եք, ովքեր կային նստած Նիկոլի, սկզբի Նիկոլի ժամանակները։ Իրանք ոչ մի արդյոք ինչ էին օգնի։ Հիմա ինչ որ բան սկսել է փառքացու։ Այս ռուսական կանալները, եթե փակվի, մեր ժողովրդին սկսեք բացատրելը, ինչոցա, ինչին է բերում։ Որ մարդիկ հասկանան։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ես ամբողջ կյանքս ասել եմ, որ մեր բանակը 2 տարին անգամ քիչ, 3 տարի տղաները պետք է ծառայեն, մի տարի աղջիկները պետք է ծառայեն։ Բայց այսօր պատերազմը արդեն ցույց է տալի, որ քանակը ոչ մի բան չի լուծում։ Պետք է լինի բարձր տեխնոլոգիական բանակ։ Հա, հիմա տարուց են սարքել, բայց մեր տղեկը ոչ թե ավտոմատով կայնեն կոնսերվի բանկի դեմ, դիքեր պայեն։ Այնստեղ էկրանի դեմ ջոյստիկով պատերազմ անեն։
տարուկես լավ էլ հերիք։ Այդքանը կերեք։ Ես էլ եմ խնդրում, իրոք խնդրում եմ ռուսական կանալներին, որտեղ կառավարությունից եկան տենց բաներ, որ շատ լուրջ այդ հարցը նայվում է, որ ռուսական կանալները Հայաստանի Հանրապետությունում պետք է փակվեն։ Ինչքան շուտ, այդքան լավ։ Ընտրությունը ընտրությունից հետևից է գալի, չէ՞, դենց արագ-արագ հիմա ընտրություններ են լինելու։ Հիմա Էշմիածինում է լինելու, փոքր քաղաք չի 60,000-անոց քաղաք է Էշմիածինը։ Երևանի կպած։ Դուք պատկերացնում եք ինչ պատժ կային անելու իրանց զիբիլներին, տեխնացիներին, ու ինչ զիբիլ են լցնելու ցանկացած մարդուն, որը չուզում Ռուսաստանի հետ նյութերական պետություն, հա, ոնց որ մեր Վարդանիկները երազում։ Պետք է փակվեն այդ կանալները։ Լավ, մի հատ էլ բան ասեմ ձեզ Ժողովուրդ ջան։ Շատ շուտով այս նորությունը ես հաուզում եմ բարձրաձայնեմ, բայց հələ հիմա այսօր էլ է շուտ, բայց շատ շուտով մաքսիմում հունվարին դուք մի հատ արտակարգ լուր կլսեք Հայաստանի էկոնոմիկայի մասին, որ մեր էկոնոմիկան իրոք թռիչքային աճում է։ Փաստերով, ես կասեմ, ինչա բացվելու Հայաստանում, ինչա լինելու։ Մենք իրոք Ժողովուրդ ջան, դառնում ենք երկիր։ Տեսեք, հիմա եթե այս ճանապարհներն էլ բացվի, այս խաղաղությունը մտնի Կովկաս, հա, Անդրկովկաս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան հարցեր չունենան իրար հետ։ Ադրբեջանը ունի նավթ ու գազ։ Վրաստանը ունի տուրիզմ, մի քիչ նավթ, մի քիչ գազ եւ այլն։ Հայաստանը ամեն ինչից մի քիչ ունի, բայց մենք ունենք բարձր տեխնոլոգիա, որ ասենք մենք Վրաստանը, Ադրբեջանը իրար հետ անգամ Հայաստանի հետ կոնկուրենցիա չեն կարող լինել մի տարի հետո։ Անգամ մի տարի հետո շատ արագ տեմպերով է այդ հիմա զարգացում Ժողովուրդ ջան, դուք ել եմ ասում, դուք լավ նորություններ կլսեք։ Եթե այդ ամեն ինչը մի շուկա լինի, ամեն ինչին անա, ադրբեջանցին իմ եղբայրը չի ու չի կարող լինի երբեք։ Բայց խաղաղությունը ես ուզում եմ։ Այդ թշնամությունը իրար մորթել է, ռուսն էր ուզում։ Չէր ես դաշնակ ինքը արեց ամեն ինչի մեջ։ Հա իմ ադրբեջանցիա, ինքը իմ օբշինքը իմ թշնամին է, այ մարդ, էլի թշնամի։ Բայց մենք իրար չենք սպանում, մենք ինչը օգուտա մեր պետություններին անում ենք ճանապարհները бացված էկոնոմիստի какие-то связи есть, всё, էլ պատերազմ շինելու, մեր տեղերը չեն զոհվելու, ամեն ինչ նորմալ լինի։ Ու տեսեք Հայաստանը ոնց է զարգանում։ Այդ նորությունները ձեզ էլ ասում, շատ շուտով դուք կլսեք, ես էլ կմեկնաբանեմ, մի քիչ մանրամասը կբացատրեմ, դուք նորությունը կլսեք կառավարությունից, լավան իրենք ասեմ։ Եվ մյուս էֆիրը ես կխնդրեմ Արտակ Ղուկասյանին, որ իր հետ անենք Ժողովուրդ ջան, Արտակ Ղուկասյանը դոկտոր նауկ էկոնոմիստ, ինքը էկոնոմիկայից ավելի մանրամաս, ավելի պարզ, ավելի գեղեցիկ կպատնի, քան ես, որովհետև հա ես բիզնեսմեն եմ էկոնոմիկայից գլուխանում եմ բան, բայց բաներ կա, որը Արտակը ավելի լավ կարա բացատրի, ավելի լավ ասի, ինքը կստացի դասավանդել է համալսարանում, էկոնոմիկա ինքը կարա մարդկանց բացատրի ոնց որ պետք է, որ հասկանանք ինչա կատարվելու Հայաստանում, ինչ լավա լինելու։ Ժողովուրդ ջան, լավ լինելու։ Ու այդ Վարդանիկ բան եւ այլն մի նայեք դրան, այդ ամեն ինչին մի նայեք, ձեր ցավը տանեմ։ Էլ եմ ասում, քաշարկը վերցնում է Վարդանիկը, Դավաճանը, Դուսագալի Նիկոլը։ Հերիքա։ Մի ամի ժողովուրդ չենք։ Ամեն ինչը շատ լավ տեսնում ենք։ Կստացի մի հատ բան մոռացա ասեմ, ուրեմն մի քանի տարի առաջ Գյումրիում բիզնես կոնֆերենցիա էր, ես ընդեղ էի։ Всё, конференция в принципе վերջացավ, արդեն մարդիկ մոտիկացել են, որ ուզում են Նիկոլայի հետ խոսան, բան, то есть уже բան չկար մնալու, առաջիներից մեկը շենքից դուրս եկա, գնամ մի քանի տնանիք են կայնած շենքի դեմ։ Այնտեղ ինոստրաննի կորեսպոնդենտներ են, բաներ են, այս տնանիք որ կանգնած են, ես հասկանում եմ ինչ են կանգնած, եկել են ինչ անեն, խայտարակ բան։ Մոտիկացած ասում ինչ եք ուզում։ Բա մի կինը ես սրբիչ եմ կարում գյուղերում վաճառում եմ։ Հիմա գումար չունեմ, այդ թոփը առնեմ, այդ կտորը, որ բանը սրբիչները կարեմ, բանանեմ, ուզում եմ հացի փող, ես վարչապետը հելնի իրան ասեմ, վարչապետը պետք է իր սրբիչը հարցելուց։ Լավ։ Ասում ինչ արժի այդ թոփը։ Բամոտ 20000 դրամ։ Ես իրան 100 եվրո գումար եմ տալիս, այս կնոջ ասում, բայց մի պայմանով գնում եք ստեղից։ Այն մի կինը ես ինչ էր ուզում աներ, այն մի կնոջը տվեցի 50 եվրո, բան, իբր թե Երեկոյան այդ օրը հերոստատեսությունով ես տեսա այդ կինը ում ես 100 եվրո փող տվեցի, որ ինքը գնա, ինքը կանգնած էր այնտեղ գոռում էր Նիկոլ Դավաճան։ Այդ կնոջը ես այսօր տեսա Գյումրիում Վարդանիկին պատժ կանելուց, որ գոռում էր, խժում էր, իրան ճղում էր։ Այդ նույն կինն էր։ Այրանք է Վարդանիկներ պատժ կանում։ Հասկացան Ժողովուրդ ջան։ Ամոթ, հազարամոթ ձեզ։ Լավ,
բոլոր դեպքերում այսօր ավարտենք այսքանով, Ժողովուրդ ջան, մյուս սեփերը կլինի արտակետ, ավելի մանրամաս, ավելի խորը խոսենք այն լավ բաները, ինչ Հայաստան գալիս է, իսկ ինչի չի արվում, դրա մասին կխոսանք, քրիտիկայի կլինի, էլ եմ ասում, Ժողովուրդ ջան, ես ԿՊ-ական չեմ, ես Նիկոլի ֆանատ չեմ, բայց ես համեմատում եմ Նիկոլին մնացածների հետ, այո, այսօր Նիկոլ Փաշինյանը իմ վարչապետն է, Փառք Աստծո, որ ինքնային վարչապետ։ Լավ եղեք, գրկմնտես բոլորին։